Եվ հիշեցնենք, որ այո, հունիսի 17-ին նշվում է հայրերի օրը։ Եվ մեր հյուրերն են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր, հայրիկների ակումբի համահիմնադիր Արմեն Մարտիրոսյանը, բարի լույս, եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը։ Շնորհակալություն, որ առավոտը սկսում եք հենց մեզ հետ եւ որքանով եք կարեւորում, որ այսուհետ նշվելու է հունիսի 17-ը որպես հայրերի օրը։ Մինչև այդ հարցին ասնելը ոսեմ ոնտրում պետք է անդառնամ մեր ընկերոջ խոսքին իրականում այո պապաները տղամարդիկ իրականում առողջական հոգեբանական եւ հոգեկան առումներով շատ այլ առումներով ավելի ծանր վիճակի մեջ են, բայց դա ոչ թե կանանցից կամ երեխաներից է բնականաբար, այլ մեր շատ կարևոր է սա խոսալ կարծատիպերից փոքրուց, երբ որ մենք մեծանում ենք, բոլորս էլ հավանաբար միջին վիճակագրական ընտանիքներում ենք մեծացել, որ տղեն պետքա չլացի, տղեն պետքա էմոցիաները պահի, տղեն պետքա պին դեղնի, ամուր եղնի ընտանիքի հնարին եւ այլն, ու մենք հնարավորություն չունենք արտասվելու, լացելու, հանրայնորեն։ Ուզում ենք լացենք մենք, բայց չի կարելի։ Բայց ասեմ, որ դա մենք ենք մեղավոր, օրինակ ժամանակին ես այդպեսին եմ եղել, բայց հիմա այդպեսին չեմ։ Հիմա ցանկած պետք եղած իրավիճակում կարող եմ արտասվել, հանրայներ կարող եմ արտասվել, հիմա հանրային զգացմունքների մասին գրում եմ, չափազանց կարևոր է, որ պապաները խոսան արտահայտվեն ու դուրս տանեն, ինչի որտեվ սրտանոթային հիվանդությունները ամենատարածված են Հայաստանում եւ լրջացնում ենք, բայց սրտանոթային հիվանդությունների մեծ մասը տղամարդկանց մոտ է, ինչի որտեվ ամենածանրագույն, ամենածանր մարդ կորցած անգամ ժամանակ ոչ մեկ երբեք մի հատ ակաթիլ արդյունք չի տալիս։ Ես Արմեն, փաստորեն կիսակատակ ֆիլմ դիտելուց կարող են արտասվել, չէ՞ որ տղամարդիկ չափազանց կարևոր, ինչպես ֆիլմ դիտելուց կարող են արտասվել տղամարդիկ կամ ցանկացած իրավիճակում իհարկե կանանց բնությունը ուրիշ է, տղամարդկանց բնությունը ուրիշ, հորմոնալ մակարդակը ուրիշ է, բայց մենք էլ մեր չափով պետք է կարողանանք դուրս մղել այդ առողջության համար չափազանց կարող է։ Ախր դուք որ հուզվում եք, մենք պետք է կողքից մեկը լինի, որ հանգստացնի։ Հիմա պատկերացնես երկուսով հուզելով մեզով հանգստացնել։ Բայց ինչու ոչ, այո, շատ դե տարբերակ է, բայց համաձայն եմ շատ տեղին դիտարկում։ Ես իմ կնոջ մոտ աշխարհի ամենաթույլ էակն եմ բարբերաբար լինում։ Ամենաթույլ։ Ուղղակի ասենց ջարդվում եմ, ասենց փշրվում եմ, ընկնում եմ ու կարող եմ արտասվեմ բարբերաբար տարբեր թեմաներից ու տարբեր հարցերով, բայց հասնելով ձեր հարցին, իրականում չափազանց կարևոր է կարծում եմ, որ իհարկե ամեն օրը այնպես չի որ պետք է կանայք կամ տղամարդիկ կոնկրետ տարվա մեջ մեկ օր ունենան։ Ես կատակով ասում եմ կանանց տոնը մարտից ապրիլի 7-ը չէ, այլ ապրիլի 7-ից նվազագույնը մարտի 8-ը կամ այդ մի ամսը հանգստանում ենք մենք այդ մարտից ապրիլի 7-ը։ Այստեղ կարևոր է որ եւ կանանց եւ տղամարդկանց եւ պապաների եւ մամաների համար առանձին օրեր լինեն, որ քիչ թե շատ հնարավորություն տան խոսալու դրա մասին։ Ինստիտուտի կարևորության մասին խոսան, պապաների դերակատարման մասին խոսան եւ ցավոք սրտի հանրության մեջ հասարակության մեջ շատ քիչ են այն տղամարդիկ այն պապաները մասնապես, որ լավ պապաները շատ են, իմ շրջապատում էլ շատ, բայց պապաները, որոնք քիչ թե շատ լավն են, քիչ թե շատ ներգրաված են, բայց մի քիչ նաև խոսում են հանրային, որ կարծատիպեր ջարդեն, մարդկանց մտածելակերպ փոխեն, ցավոք քիչ են, եւ այս տոնը եւ այսօրը մենք ուզում ենք հանրահռչակենք, մենք ուզում ենք մեծ էապես մեծ աղմուկ անենք, բարձրացնենք, որ մեղվի, ֆիքսի, որ պապաների օրը այսօրը։ Ինձ հետաքրքիր է, ըստ ձեզ հայրիկների կերպարը տարիների ընթացքում փոխվել է։ Գիտեք, իրականում հայրիկների կերպարի մասին յուրաքանչյուրս մեր պատկերացումը ունենք։ Եվ ամեն մեկը ընթացքում կարծում եմ ինչ որ փոփոխություններ տեղի ունեցել են, չէ՞։ Միանշանակ տրանսֆորմացիաների ենթարկվել է մեր պատկերացումները եւ այդտեղ քիչ չի դերը այն աշխատանքի, որը որ արվում է հասարակության հետ եւ հասարակության մոտ այդ պատկերացումները ձևավորելու հարցում։ Ես կուզենայի կիսվել մեր փորձով եւ օրինակով եւ ծրագրով, այո, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դեռևս 2020 թվականից Եվրոպական միության աջակցությամբ եւ Գյումրու երիտասարդական կենտրոնի հետ համատեղ Հայաստանի 3 մարզերում հիմնեց հայրիկների դպրոցներ, որոնք հենց միտված էին ձեր ասած հայրիկների վերաբերյալ պատկերացումները բարեփոխելու, կարծրատիպերը կոտրելու, ինչու ոչ նաեւ ծնողավարման որոշակի հմտություններ հայրիկներին փոխանցելու համար։ Ինչպես նշեցի, Շիրակում, Լոռիում եւ Տավուշում մեր դպրոցները հիմնվեցին աշխարհում լավագույն մոդելների հիման վրա։ Մենք ուսումնասիրեցինք մի շարք երկրներ, որտեղ արդեն իսկ կային նման ձևաչափեր, վերցրեցինք թերևս դրանցից 2 լավագույն ձևաչափերը, որոնք 2 փուլերով տեղայնացրեցինք մեզ մոտ։ Մասնավորապես առաջի փուլի ժամանակ մենք ներգրավեցինք առողջապահական ոլորտի մասնագետների, ովքեր հայրիկների ակումբի մասնակիցներ, իսկ նրանք 18-ից 40 տարեկան տղամարդիկ եւ կանայք էին, փոխանցում էին գիտելիքներ, ամենատարրական գիտելիքներից սկսած ընդհանուր երեխայի տակդիրը փոխելուց եւ երեխային լողացնելուց, մինչեւ ամենաբարձր խոր գիտելիք է, աստծո ստացվում է շատ դերերում։ Միանշանակ։ Այդ ամենը սովորում են դպրոցներում։ Այո։
Դրանից հետո մենք փորձեցինք եվրոպական երկրներից մեկում բավական տարածում գտած մեկ այլ մոդել, դա հայրիկների ակումբն էր, այսինքն մենք դպրոցով վերափոխեցինք ակումբի, որտեղ մենք արդեն ֆասիլիտացիոն մոդելներով փորձեցինք հայրիկների համար ապահով տարածքներ ստեղծել, որտեղ իրենք ուղղակի կհավաքվեին, կկիսվեին իրենց մտքերով առանց ծանրացնող եւ դասախոսական միջավայրերի, բայց ինչն էր այստեղ շատ հետաքրքիր, որ մենք ֆասիլիտատորներին ընտրեցինք նախկին հայրիկների դպրոցի, այսպես ասած, լավագույն շրջանավարտներից, իսկ իրանք բավական շատ էին եւ ներկայումս մեր մարզերում գործող դպրոցներում ֆասիլիտացնում են հենց մեր նախկին հայրիկների դպրոցների շրջանավարտները, ովքեր վերապատրաստումներ անցան եւ Հայաստանում եւ արտերկրում եւ հիմա ուրախությամբ կարող եմ նշել, որ շատ հետաքրքիր քննարկումներ ենք անցկացնում մեր ակումբներում, ներկայումս նաեւ քննարկում ենք հնարավորությունը մեր աշխարհագրությունը ընդլայնելու այլ մարզերում, որովհետև իրականում սա շատ կարևոր օրինակ է մեր երիտասարդ տղաների համար նաև, որպեսզի հասկանան, որ կան շատ հաջողված օրինակներ, շատ լավ պատմություններ, ինչպես տղամարդիկ կարող են լինել ներգրաված հայր, հոգատար ամուսին, եւ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այդ օրինակները տարածենք։ Որպեսզի սխալ ըմբռնում չլինի, անկեղծ ոչ միայն կենցաղային հուսով եմ բաներ են սովորում առօրյայից մեր հայրիկները, այլ նաև գիտելիք են բերում այլ որողությամբ, որովհետև մենք միայն անդրադարձանք, չգիտեմ, տակդիրների մասով եւ այլ ինչ-որ կենցաղային բաներ, բայց վստահ եմ, որ նաև այսքանով չի սահմանափակվում դպրոցը։ Իհարկե, տեսեք, շատ մենք սովորաբար մեր ուսումնասիրությունները ինչի հանգեցրին, հայրիկների հետ զրույցները Մենք հայրիկներին պայմանականորեն 3 խմբերի բաժանեցինք, հայրիկներ, ովքեր առհասարակ ներգրաված չեն երեխաների խնամքի հարցում, շատ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված եւ ոչ միայն երեխայի խնամքի, այլ նաեւ առհասարակ կենցաղում, Հայրիկներ, ովքեր ներգրաված են եւ դա դիտում են որպես իրենց առավելությունը, այսինքն դիտելով դա որպես լրացուցիչ արժեք, ինչ որ ներդրում իրենց կողմից, օգնություն իրենց կնոջը, եւ հայրիկներ, ովքեր դա անում են գիտակցելով, որ դա հավասարապես նաեւ իրենց պարտականությունն է։ Այստեղ ասել, որ սխալ է այս կամ այն խումբը, ճիշտ է այս կամ այն արարքը, այդքան էլ իրավաչափ չի եւ արդարացված չի, որովհետեւ Կարևորն անում է հիմա ինչ տարբերություն, որ մոտեցմամբ է անում, օգնելու թե Եվ գիտեք նաեւ խնդիրը նրանում է, որ շատ հաճախ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Շատ մեծ տարբերություն կա։ Այսօր մենք դեմ ենք խոսում, բայց ժամանակը ուղղակի սուղ է, բայց ես համաձայն չեմ, ընդհանրապես դա կասեմ։ Լավ։ Շատ կարևոր է, որպեսզի մենք միջավայր ունենանք, որտեղ բոլոր այն պապաներն, ովքեր ուզում են օգնել մամային եւ ոչ թե օգնել, այլ դառնան այդ ամեն ինչի մասը, կարողանան դա անել։ Այստեղ շատ տարբեր քաղաքականություններ կան, սկսած հայրերի արձակուրդների տրամադրման քաղաքականությունից, ինչը մեր երկրում վերջի տարիներին էապես բարեփոխվել է, բայց դեռ շատ անելիքներ այստեղ իհարկե ունենք անելու։ Ընտանիքահեն քաղաքականությունների մշակումից, որոնք որ հնարավորություն կտան, որպեսզի հայրերը ամբողջապես ներգրաված լինեն։ Հետևաբար այս խնդիրներն է, որ մենք նաև վերհանեցինք եւ այս խնդիրների մասին է, որ նաև խոսեցինք անկումների ընթացքում, հասկանալու համար, թե ինչը կարող խոչընդոտ հանդիսանա եւ ինչպես մենք կարող ենք օգնել հայրերին, որպեսզի իրանք առավել ներգրաված լինեն իրենց ընտանիքում։ Ոնց կարող ենք մասնակցել։ Ես օրինակի համար հայր եմ, որ ուզում եմ գամ դպրոց սովորեմ։ Մենք մեր պաշտոնական սոցկայքերում հրապարակում ենք դասերի եւ դասընթացների վայրերը եւ ժամերը եւ շատ ուրախ կլինենք մասնակցությունը բաց է եւ ազատ բոլոր ցանկացողները եւ անվճար միանշանակ բոլոր ցանկացողները սիրով կարող են միանալ այս պահին դեռևս 3 մարզերում ինչպես արդեն նշեցի գործող հայրիկների դպրոցի դասեր Երևանում չեք ուզում ունենալ Ես դրա մասին խոսամ եթե թույլ տաք իրական հայրերի դպրոցը հայրերի ակումբը մեր մի քիչ տարբերում է UNFP շատ մեծ գործ է անում ու ի պատիվ իրենց մեծ աշխատանք են անում ես երբ որ հայրիկ էի դառնում ինքս ունեմ ADHD ու ցենց շատ դժվարությամբ եմ մեծ կարդում շատ լսում ինձ պետք է ցենց կարճ brief ցենց ինֆորմացիաներ հա ու հասկացա որ ցենց կարող շատ ժամանակ չկարողam տրամադրեմ որ ցենց հիմնարար կրծուն ստանամ հասկանամ թե ոնց պետք է պապա լինել թե դրա կարիքը ես ունեի ու նախաձեռնեցի չգիտեի իրական դեռևս հայրիկների ակումբի դպրոցների մասին մարզերում նախաձեռնեցի թե ոնց կարող են Երևանում կազմակերպել նման ակումբ։ Քո հարցի պատասխանը Երևանում եւս կա։ Այո, կրավիրենք MOM սենտրի MOM կենտրոնի շրջանակներում աստիկ այդ արագ հասկացանք ծրագիրը նաև իհարկե օգտվեցինք ակտիվացիոն հիմնադրամի ծրագրից որոշակի բարեփոխումներ իրականացրեցինք ու շատ արագ մի քանի օրը մեջ եթե անկեղծ ասեմ ստեղծեցինք ակումբը մոտ 30 պապայի ներգրավեցինք ու
մոտարապես 4-5 ամիս շաբաթական մեկ անգամով այսպես տարբեր հանդիպներ ունեցանք։ Հիմնականում խոսում ենք մինչև հղիությունը ինչա պետք անել հերության ժամանակում, ինչա պետք անել ծնվելուց հետո երեխային, ինչ առանձնահատկություններ կա, ոնց հասկանանք ֆիզիոլոգիական զարգացում, հոգեբանական եւ այլն։ Երանի բոլոր հայրիկները գան եւ մասնակցեն գոնե մեկ անգամ լսեն նման թեմաների։ Ասում ենք աշխարհի ամենավատ հայրերն են։ Երանի բոլոր հայրերը ֆանտաստիկ հայր գոյություն չունի։ Մենք կարող ենք աշխարհին սովորացնել, թե ինչպեսի պետք է լինի հայրը։ Բայց վատ բանով չեմ ասում։ Ես ասում եմ, որ շատ լավ կլինի, որպեսզի մասնակցի։ Իհարկե միշտ գիտելիքը երբևէ չի խանգարում։ Այստեղ մի շատ կարևոր բան կա, որ ուզում եմ ուղղակի առանձնացնել։ Երբ որ օրինակ պապան լինում է մամայի օգնական, կամ լինում է երեխուն օգնող, մամային օգնող, որպես երեխուն այսպես որոշակի շուտ աջակցություններ կամ մեծացնել, դա լինում է ուղղակի օգնական։ Երբ որ լինում ես դու լիարժեք հավասար մամայի հետ, մենակ կրծքով կերակրում չի կարող պապան անի, այն էլ եթե համապատասխան տեխնիկան զարգացել է, կարելի է նաև չեմ գտել, կազմակերպել, այո, պապան կերակրի երեխային։ Այստեղ ամենակարևորը, որ պապաները ամենաառաջինը այդ իրանց համարին անում։ Եսասիրաբար կոչեք, ինչ ուզում եք կոչեք, եթե պապան ներգրաված է, առաջինը իր առողջության, իր հոգեկան առողջության, իր ֆիզիոլոգիա շատ հարցերով, կթվա թե շատ դժվար է երեխուն ներգրաված եղնել այնտեղ հոգս եւ այլն, բայց ապացուցված է հազար գիտական հետազոտություններ կա, որ պապան եթե ներգրաված է, եւ ինքն է հոգեպես ֆիզիոլոգիապես ավելի առողջ լինում, հետագայում Ես ինքս օրինակ չեմ, ստեղի խնդիր ունեմ, դժվար եմ պահում, գիշերը շոր լավ չքնելով տիկերը առաջացել շատ տարբեր բաներ, բայց ես գիտեմ, որ երկարաժամկետ կտրվածքով ես ներդրում եմ կատարում իմ առողջության վրա։ Երկրորդը կնոջ համար է շատ կարևոր ու նոր երեխայի համար է կարևոր։ Կարող է այդքան էլ ոնց որ կարելի չեղնի հանրության համար, բայց չափազանց կարևոր է որ պապաները հասկանան, որ դա իրանց համար են անում։ Ինչի, որովհետև Ձմեր պապիկ չի պապան, ուղղակի կներեք սերմանող չի պապան մենակ, պապան հավասար ընտանիքի ոնց որ մասնակազում, ոնց որ մայրիկը ու իհարկե կավազ բավացան պապան շատ ա եղնում, հիմա ես աշխատում եմ, կինը դեռ չի աշխատում, հստակ պարզ է որ այսպես ժամանակի բան կա, բայց ես փորձում առավոտյան 1 ժամ կնոջ թողնել որ ինքը քնի, ես երեխայից հետ առանձին ժամանակ եմ անցկացնում, երբ որ երեկոյան շատ կարևոր միջոցառում չի եղնում 6-7 հետո փորձում եմ երեխայից հետ եղնում շաբաթ կիրակիները երեխայից հետ անցկացնեմ, ինչ որտեղ այդպես բալանսավոր Այս մարդու հանրության մեջ շատ կարևոր է գիտակցումը, որ պապաները առաջինը իրանց համար են անում։ Ձեր բալիկը փոքր էր, չէ՞։ 9 ամսական։ 9 ամսական, նոր հայրիկ եք դուք դարձել։ Այո, ես տենց շատ ուրախ եմ, շնորհակալ եմ շատ ուրախ եմ, որ հենց այս տարիքում, հենց այս բուջուրի մինասի պապան եմ ես, բայց ժամանակ այդ շրջանում, երբ որ արդեն հասկացանք, որ պրոցեսը չկա, ստեղծեցինք, հետո արդեն սինխրոնիզացվեց երկու կենտրոնների ոնց որ աշխատանքները, հիմա համատեղ նաև աշխատում են մարզերում, ես հասկացա նաև, որ պապաները որ չկա ընդհանրապես, հայրիկները որ չկա, ու ցենց շատ համես ներդրմամբ է, իհարկե այնտեղ Բաքվի նավթային հիմնադրամն էլ վստահ եմ աշխատել, շատ տարբեր կառույցների լոբինգով ժամանակին տարիների ընթացքում աշխատել եմ, բայց ոնց որ մի օր ստատուս գրեցի, որ շուտ չունենք պապաների օր, ոնց անենք որ ունենանք, Զարան Բաթոյան պատգամավոր ասաց ոնց որ գիտես շատ եմ մտածել, շատ եմ կարևորել տարիների ընթացքում անընդհատ ոնց որ դրա մասին մտածել եմ ու իրոք մեծ լոբինգ արվել դրա շուրջ, բայց ոնց որ չենք հասել, ոնց որ առիթը ճտիկով, որ եկեք հիմա անենք, ասի խնդրում եմ ինձ նվիրի անձնապես եսասիրաբար այո, պապաների օր հենց միջև երեխայի ծնվելը, եւ ընտրվեց հունիսի 17-ը։ Այո, հունիսի 17-ը ինչի ընտրվեց, որովհետեւ նախորդ տարի համաշխարհային օր կա, չէ, պապաների եւ ամեն կարծես թե 3 էր։ Երկու շաբթի կիրակի օրը Կիրակի չեմ սխալվում։ Ինչի մենք 16-ը թողեցինք եկանք 17։ Ամեն հունիս ամսվա ամեն երկրորդ կիրակին է լինում։ Այսինքն հստակ օր չունի միջազգային օրը։ Ինչպես։ Հստակ օր նշված չունի։ Փոփոխական է ինքը։ Փոփոխական է։ Դրա համար օր ֆիքսեցինք, նախորդ տարի հունիս 17-ն էր, հունիս 17 ֆիքսեցինք, Զարան Բաթոյան մեծ աշխատանք արեց պարզաբար համոզեց եւ ֆիքսված օր է։ Ոչ թե յուրաքանչյուր տարի հունիս ամսվա երկրորդ կիրակին կամ երրորդ կիրակին շատ լավ օր է ընտրվել հունիսի 17-ը, այսուհետև մենք բոլորս կնշենք հայրիկների Թագոհի ու մնացած բոլոր ճակերտավոր լավ առումով մեղավորներ, շնորհակալություն, որ այդ օրը արդեն օֆիցիալ մենք էլ ունենք Հայաստանում, այսուհետ մոտ ֆիքսված ամեն հունիսի 17 մենք կարող ենք առիթից օգտվել, գոնե 1 օր մենք մեր հայրիկների հետ անցկացնենք կամ մենք մեր հայրիկներին փորձենք չգիտեմ երջանկացնենք կամ նրանց օրը կամ նրանց ֆլեշմոբի միջոցով որանում ենք եւ երեխաներին անպայման սովորեցնենք որ այո հունիսի 17-ը հայրերի օրն է շնորհակալություն եթե ժամանակ կա մի փոքր շնորհակալություն խոսացեք պապաների մասին այսօր սոցցանցերում այսքանը կամ այսօր միացեք Թումոյի այգում մեր կողմից կազմակերպվող միջոցառմանը Թումոյի այգում Թումանյանի այգում մասնավորապես շատ ուրախ կլինենք բոլորիդ այդտեղ տեսնել Շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։